Սովորաբար երեխաների մոտ հիվանդությունը սկսվում է չոր հազով եւ հետո վերափոխվում թացի։ Այսինքն թաց եւ չոր հազերը մեկը մյուսին հաջորդող փուլեր են լինում շատ հաճախ։ Իհարկե առանձին դեպքերում կարող է հազը լինել միայն չոր կամ միայն թաց։ Հիմնական տարբերակիչ ախտանշանը դա խորխի առկայությունն է։ Թաց հազի ժամանակ առկա է խորխարտադրություն, ընդ որում մանավանդ փոքր տարիքի երեխաները չեն կարողանում խորխը դուրս բերել մեր համար սովորական ճանապարհով, կարող են խորխը կուլ տալ կամ հազի էպիզոդը կարող է վերջանալ փսխումով, էլի խորխի պարունակությամբ։ Իսկ չոր հազի դեպքում խորխարտադրություն չկա, այն ավելի այսպես չոր նոպայաձև տանջող բնույթի է լինում։ Այսպես ասած, սպաստիկ անկծկումանման չոր հազն է։ Կարող է տհաճություն լինել կոկորթում, կրծքավանդակում չոր հազի դեպքում եւ սովորաբար հազից հետո երեխան կամ մեծահասակը չեն հանգստանում, այլ ընդհակառակը հազը ունի ավելի տանջող անհանգստացնող բնույթ, մինչդեռ թաց հազի դեպքում, երբ որ այդ խորխը ստացվում է դուրս բերել, այո, որոշակի թեթևություն կարող է լինել։